Թատրոնն աղոթքի վայր է, ծես։ Այսպես է թատրոնը բնութագրել անվանի դերասան ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը։ Թատրոնի միջազգային օրն աշխարհում տոնում են մարտի 27-ին։ Այս տոնն ավանդաբար նշվում է հետևյալ խորագրով. թատրոնը որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման եւ փոխըմբռնման միջոց։ Այսօր թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ որոշեցինք անդրադառնալ մեր շրջանի ժողովրդական թատրոնի վաղեմի հուշերին, զրուցել այն մարդկանց հետ, ովքեր երկար տարիներ ներկայացել են հանդիսատեսին թատերական բեմադրություններով։ Նինոց Մինդայի ժողովրդական թատրոնի երբեմնի հիշողություններով մեզ հետ կիսվեց երկար տարիների կյանքը թատրոնին նվիրված դերասանուհի Լարիսա Ստամբոլցյանը։ Ես 8-րդ դասարան էի։ Մի անգամ Մնգեր Ղարսլյանը եկավ Սերոժը, կարող եք գիտեք դասադու էր Սերոժին։ Եկավ Սավդ Լարիշյան, գիտես մեր դասղեկներ, թատրոն դիտանք։ Մոնսինգեր Ղարսլյան վերասկ խնդած, չէ, Սավ քաշնազարդի խաղանք դունե Ուսյան։ Դու լավ Ուսյանին դերը տանիսկ է։ Կազմակերպեց Սերոժը Ղարսլյան, թատրոնը խաղցինք, ահակին գյուղեր գնացինք, ահակին մեզի փող բաժնեց այդ մարդը խաղալուն համար։ Եդև մի անգամ մեր հոկտեմբեր չագար, օգոստոս, սեպտեմբեր ամսներ էր, մեր տունը ջարին պերունգն է։ Այդտեղ նստած էին օբշիկյանիկ մարդիկը, Սաղմայելին, ես էի հոտ, Մեմե Ղարսլյան Ռաֆիկն ու Պետրոսյան Լևոնը եկան մերը։ Եկան բարև ձեզ, հմա եկել ենք ձեզի խնդրելու Լարիսային տանիք դուր մեզ ետ թատրոն խաղա։ Մերը ստավախրեց աղջիկը 10-րդ դասարան է, ինչ տանիք դի, ասավ հետո ինչ սավ, երեգոյան գալի թատրոնը ինք իրան դասերուն չի խանկար է։ Էլա գանացի, դարին թատրոնը սոս և վարդիթերը, ես վարդիթերին քուրը խաղայի, կամաց բանցրծուցին ինձի։ Ասա որ Ղարսլյան խորենը իսկական դու մեր կադրն ես։ Ովսի ես երթամ դիսորվելու վերջասնիմ էլի գանա սորվելու։ Եդև լեննագանցիկ եկան թարամատ ծաղիգները խաղցին։ Ինքան այդ թադրոն իմ դուրս եկա, որ ես ասիդը ընգեր Ղարսլյան, Ռաֆիկին Ղարսլյան, ասի ընգեր Ղարսլյան չի կարելի այդի պես առնի եք մենք է խաղանք։ Հəbə աղջիկ ջան, կրնակ խաղա, ասի հա, ես օրնակ այդի պերուն դերը խաղամ գա։ Հեչ այդ բանը առան պես լենագան ծոնցեն պես առան, դարին թադրոնը, այդ եվրաքսի կուրս խաղցեց այդ թարամատ ծաղիգներուն մերը, սարան խաղցեց Ղարսլյան ժենիգը, պերին խաղցի ես։ Աշիգը խաղցեց մեր պյանիցիմ դեր կար գուրբան էր անունեղ, ես ու աշիգն է իրար գսիրեինք, ճիշտ նորսիմ, անունն է գուրբան էր, այդ սարային է սիրեր կղարսլյան Կարլենը կխաղար, Կարլենին կարող է գիտենակ, բահրամ կխաղար, սարային սիրած տեղան էր, հորողպոր աղջիկ ու տեղա էին, թուրք էին, բայց սիրեինք իրար, այդ որ մեր նոր մահացավ, եկավ իմ մորս առավ, ինձ է հետը տարավ իրանցը։ Տարավորնա ես որ բահրամին տեսա, բահրամին սիրահարվա։ Ասի ես ձերքես բաց թողնողը չի։ Բահրամը կերթար կուկար սարայինքով, ես բահրամինքով եմ անցուց կուդա ես, բանոր ինքը ինձի սիրահարվիր, ու սիրահարվանք, բահրամին հետ իրար։ Եղավ ժամանակ որ սարան մահացավ, հիվանդացավ մահացավ, դոր վերջի մոմենտը բահրամին կանչեր, բահրամը չեկավ, Աբդուլամին է, Փութուլյան Սերգեն կխաղար այսիմիր, ենիգե շատ լավ կխաղար, կսեր Աբդուլամի բահրամը չեկավ, կսեր չէ բալաջան, բահրամը չեկե, բայց խապեր գա, բահրամն ինձ հետ կայնած պարդեզի մեջ խոսիր գա։ Իշ գալոխները ծավեսնիմ, եղավ որ սարան մերավ, բահրամը սարային շատ կուզեր բեղավելով, ճալով վազեց գնաց, Աբդուլամինը սավ հերու մենա, դու իրավունք չունիս, գնաք ու գտեի այնտեղ կայնած է։ Էդիկ լավ պարդեզ ունիր,
Ես Բահրամն որ դեպի Պարդեզին գնաց Սարային, գնացի Բահրամ։ Իդոնք թարամած ծաղիկներ են, հոտ չունին։ Ես քեզ ավելի լավ ծաղիկներ կուտամ։ Սավ ես ես թարամած ծաղիկները կսիրեմ։ Ես ես թարամած ծաղիկները կհարկեմ։ Ու ձերքես քաշեց, ձերքես որ քաշեցի, բաց թող խելագար, դու խելագար ես։ Սավ ինչ ես խելագար, սա այո։ Ու ես ես կողմն եկա ուսի Սարամ մեռավ։ Yani մորոտ ձերքս բացվեց։ Հիմա Բահրամն ինձանից բացի ելուն պիտի սիրի։ Չի սիրի թող ջահնամն էլ գնա։ Ու այդման շտե Սարային ես լավ բան չերի։ Աշիգին է բերել էին որ փերուն տիտային, աշիգն է խամած եկավսի։ Ես պիանից ուրդիցի։ Ու ես դեպի գնացի Բահրամին, հələ ցածեն ինչ գտավան, աշիգն է քուզազման չդուր կերտած Բահրամին։ Շատ ջումշուտ վարանդասի խաղցինք, արդյունքի ծով խաղցինք, շատ թատրոններ խաղցել, դե որ ես վերջացուցի գնացի Երևան մանկավարժականը, դավի, բայց իրանք կսեին որ թատերականը դուր։ Կսեի չէ, ես մանկավարժականը կուտամ։ Դավի մանկավարժականը Լարիսա Սուսալեր հայ մխանդար գվերացե տատիկս տավեց մանկավարժականը բանավորեն անցավ 4 ստացավ գարավորը կտրվավ եկավ ու նշանվավ։ Թատրոնն այն հայելին է, որում արտացոլվում է հասարակությունն իր վարքականոններով, կենցաղավարությամբ եւ գեղագիտական ընկալումներով։ Թատրոնն այն ճանապարհներից է, որ հասարակությանը տանում է դեպի կատարելագործություն, ինքնակրթում եւ հոգեվոր ապաքինում։ ԽՍՀՄ-ի տարիներին թատերական ներկայացումներով խաղացող մեր դերասանները մասնագետներ չեն եղել, սակայն ցանկացած ժանրի ներկայացում կարողացել են խաղալ իսկական դերասանին վայել հմտությամբ։ Թատերական ներկայացումները մշտապես արժանացել են հանդիսատեսի բարձր գնահատանքին։ Թատերական կյանքի հիշողություններով կիսվեց Ազգանուշ Բաբայանը։ Ես թատրոնին հետ առաջվեցել եմ ուսանող տեղս, այդ վաղ ժամանակը թատրոնի կրուժոկ կար, մեր ուսանողն էր ավարտել էր արդեն, բայց թատրոնը աշխատիր, եկավ ինքը կրուժոկ բացեց, ես գնացի այդ կրուժոկը թատրոնի կրուժոկ էր, մենք կար բանը ստուդենտская весна, վաղ կավեն չկար, ստուդենտский весна էր, այդտեղ մենք դարեցինք բեմադրություն, դադրեցինք Պետուխով Շուկշինին, մեր հատվածը, այդտեղ բաներեցինք, մենք խաղցինք այդ մեր դերերը, ինչ որ Շուկշինը բեմ բաներ գրել էր։ Այդտեղ ավարտեցի ինստիտուտս, վերադարձա Բագդանովկա, այստեղ ագին ժամանակ էր մեղզավոդը կաշխատել, ես вообще профессионал инженер-механик եմ։ Այդտեղ սովետը վերջացավ, как сказать, աշխատել չէինք, բան չէինք գնում, մի անգամ Կասերանովիչ как раз զանգեց Զուրաբունա բանը, այստեղ ախլքալակ բան կոնկուրսի դերտանք դերասան մի պետք։ Այդ վաղտ ես մելիցա խաղցի, բաներ շերտներ համար 4։ Այդ վաղտ էստեղ բաներինք բեմադրեցին, Կարլեն ռեժիսորը դարեցինք, ես մելիցա գխաղայի, Զուրաբովիչի գխաղար, դիգանացինք դեղ ախլքալակ խաղցեցինք, լավ էր, ախագին լավ խաղցանք ու даже призовой տեղ էինք առել, հիմի չեմ հիշել վեր տեղն էինք առել, բայց գիտեմ որ призовой տեղ առել էին։ Եթե մարդը վանկերն որ լավ կխաղա, ուրեմն դիք դերասան չէ, միշտ սամնենյադ ունենաս, որ լավ չես խաղա։ Նոր կազգասվի որ դու արդեն մադած ես վանկերն ես, թե չէ, ինչ ասեմ, պաչիվաչ բադլավր մեդիկ ճիշտ չէ դերասանի համար։ Ես ինձ չեմ անվանել դերասան, ես դերասան չեմ, ես լյուբիտել եմ։ Պրոստը դուրս կուքա, ասենք դեր խաղալ, ամեն ուրբը պրոֆեսիան բանկերն ես կանդրես դուս եկտը սպիցիալնստով մե պրոֆեսիամ ունիս, բայց արդեն եթե դերասան ես, ամեն բանդենի մեջ է մադնից կգանաս բաժիշկերնի խոսքին, գանաս բանը պովերեղնիլ, գանաս մոդելերնիլ, ինչեղ կսեն, ինչ կուք դերը դե
գանա շոֆեր եղնել даже կայնաս մաշինա քաշել չգնաս, բայց եմանենես որ սա հավատան որ դու պրոֆեսիոնալ մաշինա քշող ես։ Նինոց Մինդայի ժողովրդական թատրոնի նախկին դերասաններից է եղել նաև Գուրգեն Ղարսլյանը։ Թատերական կյանքի եւ հիշողությունների մասին նա մեզ հետ կիսվեց մեծ ոգևորությամբ։ Գուրգեն Ղարսլյանի համար մեծ պատիվ է եղել բարձրանալ բեմ եւ դեռ դպրոցական տարիներից գրավել հանդիսատեսի ուշադրությունը։ Ուրախ անմոռանալի պահեր, որոնք երբեք չեն ջնջվում նրա հիշողություններից։ Դպրոցական հասակից 69 թվականին ավարտական դասարանն էի արդեն, 10-րդ դասարանն էի, ես մի տարի շուտ էի գնացել, 16 տարեկան երեխա էի։ Մեր համադասարանից Մեհեր Գրիգորյանը եկավ այդտեղ ինձ թատրոն գխաղան ստացվեց էպիզոդ դեր կա։ Այդ ժամանակ Մեհերի հերը Համայակ Գրիգորյանը կուլտուրայի տան դիրեկտորն էր։ Պրոստը երթանք բանեց ու գնացինք այդ ժամանակ ակրած առաջի բանը եղավ Ղազարը գնում է պատերազմ գխաղան։ ու մենք ինձ խասարակ էպիզոդ դեր էր շատ քիչ խոսակցություն ինքան որ զինվորի դեր տանել վերել դուրս կերել նես կերել բանտես ու 69 թվականից սկսվավ իմ այդ թատերական քայլերից դեպի որից հետո դպրոց ավարտելուց հետո շուտ 4 տարի այնտեղ 2 տարի սորվել 2 տարի բանակ ծառայել որից հետո նորից 75 թվականին վերադարձա բեմ։ Այդ ժամանակ արդեն խաղային վերում կարվում եթե չեմ սխալվի Ձորի Նահապետ կոչան պատմական դերաման ահագին պատասխանատու տեր էր։ Եվ այդպես գնաց առաջ։ Ես ինքան մանավանդ 69 թվականին ինքան կամուն չէի բեմ դուրս գալուց։ Միշտ մեր Կարլեն Լևոնովիչը դահլիճը մի նայ, ժողովրդի մի նայ։ Այն հերուգլը։ Աշու ոզե։ Բայց որ ես չէի տեսնի որ այդտեղ նստած էր Ղարսլյան Սերոջը դահլիճի մեջ։ Իմ ուսուցիչը հայոց լեզվի գերագանության ես իրեն են շատ քաշվեի, որ հանգարց մի բարամ սախալ չեցեի, կամ մետարım, ես ինչ կսեգա, ինքան քաշվեի, որ մերքով, այդ սովորական դարձավ, այդպես է գնաց, և մինչև իմ վերջի ներգայացումս եղավ Վարդանանց պատերազմի, կարծեմ 1500-ամյակը նշվեց, Ես Ռաֆիկ Թևանովիչը ինքն էր կազմակերպել, ինքը ոչ թե ռեժիսոր էր այդ ժամանակ, այլ ինձ կուլտուրայի տանը աշխատող էր, ինքն էր կազմակերպել։ Ինձ զորով Վարդան Մամիկոնյան խաղացուց։ Տոքսեման Մարտինիկ խաղաց։ Չէ, Թևանովիչ 5 տարի է բեմ չեմ ելել, այդ ժամանակ ես արդեն հյուրանոցը կաշխատեի։ Չէ, ես սաղի տեղն է գիտեմ, դու դի խաղաս։ Խաղցինք և ահագին են մի էպիզոդ, որ հաշվետը պելեն են հետ ենք եկե, պախել ենք, բանեն, եկել ենք, որ պատրաստվինք դի կերվի, մենը կերվով դի պահենք բանը։ Մոտ 10-15 եվրոպյանոց այսպես բաներ, նավիրված պատերազմի այդ հաղթանակի 1500-ամյակի ահագին լավ է, ժողովուրդը ահագին լավ է ընդունեց բան։ Հայկական թատրոն անցներով բազմադարյա զարգացման ուղի անդադ հղկվել ու ստացել է նոր դեմք։ Իսկ այսօր երիտասարդությունը մոռացության է մատնել մշակույթի ամենակարևոր ճյուղերից մեկը՝ թատերական արվեստը։ Սակայն մեր շրջանում դեռ գործում է Նինոց Մինդայի ժողովրդական թատրոնը։ Շուտով հանդիսատեսը հնարավորություն կունենա ներկա գտնվել և վայելել մեր դերասանների հերթական ներկայացումները։